Այսօր մեզ հյուր է եկել ահա այս մուլտհերոսի թափուհին Մինյոնը մի խոսքով ներկայացնեմ իրեն։ Դերասանուհի, բլոգեր, նկարչուհի, երգչուհի, երաժիշտ։ Հասկանում եք, չէ՞ որ ձեռքից մեջ արդեն տեղ չի մնում, որ թվարկեմ իր բոլոր մասնագիտությունները։ Դիմավորում ենք ինձ հետ հաղորդավար, ձեր շատ սիրելի Մինյոն։ Գալիս եմ մոտդ ես հարթելով տես, ճանապարհն իմ ուղով Ночь в лесу, сидим с тобой у костра В небе сияют звезды, блестят твои глаза Դրա համար կարճ ու կոնկրետ Աննա Գրիգորյան, Մինյոն։ Մինյոն, դիմավորում եմ քեզ։ Ինչ է ընտրել Մինյոնը։ Ինչ է ընտրել։ Լոշիկով պիցա։ Այո, լոշիկով, ավելի ճիշտ, հենց լավաշով համեղ պիցա, որը եւ պատրաստում է արագ եւ շատ համեղ է վստահաբար։ Տանը հասցնում ես Մինյոն պատրաստել, թե խոհանոց մտնում ես ուղակի պատվիրած ուտելիքը ուտելու համար։ Չէ, ես ինքս եմ պատրաստում տանը։ Ու երբեմն կողակիցս, ու դրա համար շատ ինքն եմ բողոքում։ Նաև սիրում եմ նախապես ուտեսները պատրաստել, օրինակ տոլման սիրում եմ տանը պատրաստել, հետո սարցախցիկում պահել, որ եթե հանկարծ ու չեմ հասցնում նկարահանումների հետ գալ այդ պահին պատրաստել, Սա ինձ թվում է այն բարեկամներն են, ովքեր նորածին երեխուն ուզում են ուրախացնել ինչ-որ տենց այդ երեխան մեկը իրան չի տեսնում, չի հասկանում, բայց իրանք տարօրինակ բառեր են օգտագործում, ցած բաներ անում։ Սա ոնց որ մեր Արամը լինի համարյա Մելիքյան, երբ որ խաղի ժամանակ ասում է դրոն, ռեկ, միկրոֆոնները։ Կարող է որ բլոգանքից դուրս ես գալիս, պարկում ես մի քանի րոպե, որ ուղեղը պետք է հանգստանան, որ հասկանաս հետո ինչ պիտի անես։ Այդ վիճակն է, հասկանալի է։ Ես ուտելից կօգնեմ։ Այո։ Փորձենք։ Ուտենք։ Ժամանակ։ Ինչ Cheers.